Բարի երեկո, բարի գալուստ երկերքոց, այս տարեմուտին մենք որոշեցինք ձեզ նվիրել գեղեցիկ ու հաճելի համերգային մի ծրագիր, որտեղ հայտնի երգիչները իրենց վարպետությամբ կփայլեն, իսկ երիտասարդները երազանք կպահեն, որ նոր տարին լինի խաղաղ ու երգով լեցուն։ Դուք էլ երազանք պահեք տարեմուտին եւ հավատացեք, որ այն կկատարվի։ Իսկ համերգը սկսում ենք աշխուղագիտության նվիրյալ Թովմաս Պողոսյանի ելույթով։ Նա շնորհակալ գործ է արել վերականգնել է այս երգի բնագիրը եւ անաղարտ տեսքով հանձնել սերունդներին։ Ջիվանի հայրենիքից ջուրը երգում է Հայաստանի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։ Բարեկամներ, այժմ վարպետից մի անգամից անցնենք մի երիտասարդ երգչուհու, որը ճանաչում ստացավ Երգերքոցի նոր ձայներ հաղորդաշարում, հաջողված ելույթների շնորհիվ։ Տարբեր սերունդների ներկայացուցիչներ են Թովմասը եւ Արուսիկը, բայց նրանց միավորող մեկ ընդհանուր կարևոր բան կա՝ սերը հայ երգի հանդեպ։ Խոսք Աշոտ Գրաշու, երաժշտությունը Արտաշես Խաչատրյանի, ախ ուր են նա։ Aşk
Բարեկամներ, համոզված եմ, որ Վարդան Բադալյանի երգարվեստը շատերի սրտով է եւ նա մեծաթիվ երկրպագուներ ունի։ Այս երգիչն իսկապես արժանի է նման վերաբերմունքի։ Վարդանն այդ ամենը վաստակել է իր տաղանդի եւ տարիների աշխատանքի շնորհիվ։ Նա իր կյանքում շրջադարձային է համարում ժողովրդական երգեր կատարելու որոշումը։ Ասում է դա իր կատարած ամենաճիշտ քայլն էր, որը ճիշտ էլ ընդունվեց հանրության կողմից։ Շերամ, նազ, աղջիկ։ Երկչուհի Արփին բոլորդ գիտեք, չեմ հիշում, երբ եմ նրա մի հարցազրույցը կարդացել, պատմում էր, թե ինչպես է իր 2.5 տարեկան աղջիկը եղբոր օրոցի մոտ երգում Կոմիտասի կակավիկը։ Ես չեմ ուզում շարունակել, կարծես թե սրանով ամեն ինչ ասված է Արփիի մասին։ Աշուխ, Աշոտ, Սյունյաց, Սարը։
ձեր կարոտը քաշել սյունյաց սարեր Հազարու մի երգում գովված սար եմ տեսել Բայց մի ձեր կարոտը քաշել սյունյաց սարեր Ասես մեծ բարբետ նաղաշի ձերքն է հասել Ծաղիկները գույն նախշել սյունյաց սարեր Ինձ որ սրտով ձեր գիրն արեք սյունյաց սարեր Յայլաների ծուխը սահող երամ դարած Իմ լազելին երամի մեջ երաս դարած Յայլաների ծուխը սահող երամ դարած Իմ լազելին երամի մեջ երաս դարած Գուսանաշոտ սյունյաց հողը անարատ է Չարի սերմը բունչի դնի անարմատ է Գուսանաշոտ սյունյաց հողը անարատ է Չարի սերմը բունչի դնի անարմատ է Մարտարծիվ է լեռնածին է հրահատ է Հազար հոմետ է շեն մաշել Սյունյաց սարեր Ինձ որ նման ձեր գիրկն արեք Սյունյաց սարեր Յայլաների ծուխը սահող երամ դարած Իմ լազելին երամի մեջ երաս դարած Յայլաների ծուխը սահող երամ դարած Իմ լազելին երամի մեջ երաս դարած 1994-ից 2013 թվականը Սարգիս Մանուկյանը եղել է Empire Rock խմբի վոկալիստը։ Շատերի համար գուցե անակնկալ լինի Սարգսի այս նախաձեռնությունը։ Նա հիմա հանդես կգա Շերամի հայտնի երգով, բայց չպետք է մոռանանք, որ այս երգիչը հայկական ռոքի ներկայացուցիչ է։ Նրա ռոքը, երաժշտական աշխարհը հայկական է։ Եվ այսպես, Շերամ, պարտեզում վարդեր բացված։ Պարտեզում վարդեր բացված կսպասեն սոխակին Առանց սոխակ տարած կարոտ են պսակին Առանց սոխակ տարած կարոտ են պսակին Ախ սիրտս կդողա Սիրուհիս ուր է գնում Ախ սիրտս կխաղա Սիրուհիս ուր է գնում Ախ սիրտս կդողա Գետակի ալիքները գնում են խայտալով Սիրահարի աչերից արտասուք տապելով Սիրահարի աչերից արտասուք տապելով
սիրտս կդողա Սիրտս կխաղա Սիրուհի սուր է գնում Ախ սիրտս կդողա Լեյլա Սարիբեկյանը կարելի ասել երկերկոցի հետ է հիմնադրման օրերից առ այսօր Լեյլան մեր լավ բարեկամն է, նրա երգացանկը բազմերանգ է։ Այսօր նա ընտրել է Շերամի երգերից մեկը։ Հիմա նա կապացուցի, որ հայ աշուղական երգն էլ նրա սիրած ժանրերից է։ Եվ այսպես Շերամ մի բալա է։ Բարեկամներ, այսօր մեզ հետ է նաև Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, նույն ինքը Ասոն, նույնպես մեր հաղորդաշարի վաղեմի բարեկամը։ Քչերը գիտեն, որ նա միայն կոնսերվատորիայի 3-րդ կուրսից է անցել ժողովրդական երգերի կատարման Ռուբեն Մաթևոսյանի դասարանում։ Իսկ մինչ այդ և Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում և կոնսերվատորիայում նա սովորել է օպերային երգեցողություն։ Խոսք Լյուդվիգ Դուրյանի երաժշտությունը Խաչատուր Ավետիսյանի, Քո լույս նազերով։ Արև պահած արսունքում
Հայլում ես դու շողերտ գերող ամպին է արել ինձ քո ծախած այգին բերող ճամփին է արել Ես լավ գիտեմ, որ աշխարհն այս մեծ է իմ անկին, բայց ինձ համար մեծ է իմ սեր քո կանաչ այգին, դու վարդավառ շողերի մեջ ոսկե Ծովից ելած քովերի մեջ քո լույսն ազերով Թե ես արտում, թե երազում քեզ եմ տեսնում միշտ Ախ իմ սրտից հեռանում է ամեն տեսակ վիշտ Այգուդ բացած վարդերի պես իմ սիրտն է վառվում Թող քեզ հետ իմ շուքը տեսնեմ քո սուլ
Մեզ հետ է նաև երկրկոցի մի այլ բարեկամ Զարուհի Բաբայանը։ Իդեպ որքան էլ փորձում են Զարային երբեմն ինչպես ինքն է ասում, թաթախել շոու բիզնեսային իրարանցումների մեջ, նա իրեն բոլորովին էլ գլամուրային շոու բիզնեսցի չի համարում։ Եվ դա հաստատում է իր ճաշակավոր երգացանկով, նաև այս հրաշալի երգով։ Արմեն Մանդակունյան, Սիրելիս։ Սիրելիս հեռու երբու ավախները գրկում, բայց դեռ ինձ ես գրկում սիրելիս ինչու ասա, ինչու թե երգում ես տխուր, ես եմ գալիս քեզ հյուր սիրելիս հեռու Տեսքով սիրելիս ինչու ասա, ինչու գիշերը երկար է առանց քեզ իմ սերը տկար է առանց քեզ վարսերդ աչերդ կանչերդ հայերում Քո կանչերը սիրելիս հեռու երբից ինձ մոլոր կանչում են, ինձ անլուր տանջում են սիրելիս ինչու ասա, ինչու Թակում մեր սրտում ենք պահում սիրելիս հեռու երբու ինչու ուրիշի հետ քո բախտին ես դավում սիրելիս ինչու ասա, ինչու հիշիր քո երդումը երբովը երգում էր սիրելիս հեռվում հիշիր իմ համբույրը, որ սրտի արյունն էր սիրելիս ինչու ասա, ինչու աշխարհը դատարկ է առանց քեզ կյանքը չար կատակ է առանց քեզ
կյանքը այդպես մեզ բաժանեց տարավ սիրելիս հեռու ու մեր այրող սիրո երկինքն էլ էր ծարավ սիրելիս ինչու ասա ինչու Երիտասարդ երգիչ Տիգրան Շահինյանի համար, ինչպես ինքն է խոստովանում, ամենից հոգեհարազատը ժողովրդական երգն է։ Գիտակցական ողջ կյանքում այն իր մեջ է, նաև ենթագիտակցության մեջ կա։ Տիգրանն ասում է, որ հայկական ժողովրդական երգերում մի տեսակ ջերմ ու հարազատ զգացողություն կա, որը ուրիշ ոչ մի ժանր չի փոխանցում։ Նա այսօր երգելու իր սիրած ստեղծագործություններից մեկը՝ Աշուղի գիթի «Ետարի թարլանս» երգը։ Իդեպ հայ աշուղների ամբողջական փաղանգը թերի կլիներ առանց այս աշուղի։ Սնձեն խրովել է, ծինհեցել է ճամպակերտա, վերջին անգամ եչի դարնա, գոնե մանաս բարով չի տա, ախենում է վզով պարվել, շրթունքներիս Ախենում եմ վզով պարվել, շրթունքներիս համբույր չի տա, Ետարի թարլանս մի գնա ջեյրանս, Ջահել եմ խղճա ինձ կգորջեմ մարալս Ետարի թարլանս մի գնա ջեյրանս, Ջահել եմ խղճա ինձ կգորջեմ մարալս Ես էլ իգիթի պես ձերքիս խոսող սազ ունենամ Գիշեր ցերեկ յարիս տեղը շրթունքներիս տավ ունենամ Գոնե տավով բուժեմ վերքս մարմոք սրտիս չար ունենամ Մոնոք սրտիս ճար ունենա Ետարի թարլանս մի գնա ջեյրանս Ջահել եմ խղճա ինձ կգորջեմ մարալս Ետարի թարլանս մի գնա ջեյրանս Ջահել եմ խղճա ինձ կգորջեմ մարալս
Անահիտ Հակոբյանը երիտասարդ երգչուհի է, բայց տեսեք ինչեր է հասցրել անել։ 2011 թվական հաղթանակ Golden Voice հանրապետական մրցույթ փառատոնում եւ ոսկե մեդալ վերածնունդ 3-րդ միջազգային մրցույթ փառատոնում։ 2018 թվական հաղթանակ Գերմանիայում կայացած Berliner Perle միջազգային մրցույթում։ 2024 թվական հաղթանակ Սոչիում կայացած Նորալիկ 2024 երգի միջազգային մրցույթում։ Նույն տարում հատուկ մրցանակ աշխարհահռչակ Dolby թատրոնում կայացած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունում։ Այսօր Անահիտը ներկայանում է հայ աշուղական երգով։ Աշուղ, Աշոտ, հայրիկ։ Դասական երգեցողությունն ունի իր յուրահատուկ տեխնիկան, հնչյունի մաքրություն, շնչառության վերահսկում եւ այլն։ Եվ երբ դասական երգի ժանրում գործող երգիչները կատարում են էստրադային կամ ժողովրդական երգ, մի յուրահատուկ հմայք են հաղորդում երգին։ Երգու մշակույթի հետաքրքիր համադրություն է ծնվում։ Դա հանդիսատեսին դուր է գալիս, որովհետև դասական երգիչը երբեք չի աղավաղի երգի մեղեդին, պարզապես այն կհնչեցնի այլ կերպ։ Բեմում երգիչների քառյակ է Խաչիկ Բեկյանի մասնակցությամբ։ Ես իմ անուշ Հայաստանի, խոսք Գեղեշե Չարենցի, երաժշտությունը Աշոտ Սաթյանի։ Արևան բարն եմ սիրում, մեր հիսա
ճամփա Ես իմ մասին Ռիմա Սարիբեկյանին լավ են հիշում միջին և ավակ սերնդի մարդիկ։ Ես ուրախ եմ, որ նաև այս հաղորդման շնորհիվ երիտասարդները կծանոթանան այս հրաշալի երգչուհու կատարողական արվեստին և յուրահատուկ ձայնին։ Նա տարիներ շարունակ չի երգել, բայց ինչպես ինքն է խոստովանում, Աստծո կամքով 2001-ին վերադարձավ մեծ բեմ։ Շերամ, Մարալ ջան, Հեզարի, ձեր ծափարությունները Հայաստանի վաստակավոր արտիստ Ռիմա Սարիբեկյան։
Սիրելի բարեկամներ, հաճելի էր նույն հարթակում տեսնել, ինչպես ասում են հայրերին ու որդիներին, վարպետներին ու երիտասարդներին, փորձառուներին ու փորձառության մեծ ճանապարհը սկսնողներին։ Տարեմուտին ամեն բան այդպես է, խաղաղ, միասնական ու հուզիչ։ Թող գալիք նոր տարին ստեղծագործության, տաղանդի, սիրո մասին լինի։ Խաղաղություն բոլորիս։ Բարի նոր տարի։